Թորն ծափահարենք Հիսուսին, սիրելիներ, արդյոք խաղաղության մեջ եք, մեր Աստված հիանալի է, նա հրաշքներ է գործում, նախորդ ծառայությանը նա հրաշքներ գործեց և նա կշարունակի գործել, իսկ մենք պետք է հավատանք, որ այսօր Աստծո այցելության օրն է, անկախ ձեր խնդրից, հավատացեք, որ Աստված կօրհնի և առատապես կօրհնի։ Այսօրվա իրական կյանքի պատմության տեսանյութում կտեսնենք մի տղայի, ով երիկամներում ուներ 8-ից 9 սանտիմետրանոց բորբոքված գոյացություն և բժիշկը պետք է հետևեր, որպեսզի չհասներ դիալեզի։ Եվ նա մեզ պատմեց ամբողջ պատմությունը, որ իրական է։ Նա հետազոտվել էր, բայց այդ մարդը դիտել է մեր ծրագիրը և աղոթել, և Հիսուս Քրիստոս նրան լիովին բժշկել է։ Հուսով եմ, որ նույնը կլինի ձեզանից յուրաքանչյուրի հետ։ Այսօր կխոսեմ, թե ինչի պատճառով է, որ հրաշքներ կատարվում են և ինչի պատճառով ոչ։ Ինչ է կասկածը, երբ մարդը չի հավատում Աստծուն ամբողջ սրտով։ Աստծո պատվիրանն ասում է, որ մենք պետք է սիրենք նրան մեր ամբողջ սրտով, այսինքն պետք է սիրենք 100%-ով, որովհետև երբ չենք սիրում ամբողջ սրտով, ուրեմն սիրում ենք միայն 90%-ով, և այդ 10-ը թշնամին օգտագործում է մեր դեմ։ Իսկ եթե դեռ չեք հավատում Աստծուն ամբողջապես, դեռ ապացույցներ եք ուզում, ուրեմն խնդրում եմ նրան, որ բացի ձեր սիրտը և ցույց տա, որովհետև Աստված չի ուզում, որ ընկնեք չարի հարվածների տակ, և նա այդ խոստանում է նրանց, ովքեր ծառայում են նրան։ Այսօր մենք կկարդանք 138-րդ Սաղմոսի վերջին տողը, որը գրել է մեր բարեկամ Դավիթ թագավորը։ Հին կտակարանում 3 եղանակով Տերը տվեց իր հայտնությունները։ Առաջինը Մովսեսի օրենքն էր, երկրորդը մարգարեները, երրորդը Սաղմոսները, դրանք օրհներգեր էին, երգեր, որոնք երգում էին, բայց այդ երգերը ոչ միայն պոետիկ էին, այլև մարգարեական, որտեղ մարդը զգում էր Աստծո ներկայությունն ու ազատագրվում էր։ Մեր հանդիպումներին խոսում եմ հաղթանակ ստանձնելու մասին, և այսօր էլ մենք ստանձնելու ենք օրհնությունը Տիրոջ անունով, կիսվելով մեր հաղթանակների մասին։ Եվ կհասկանանք, արդյոք հաղթանակներ կիսելն օգնում է մարդկանց հավատով լցվել և իրենց օրհնությունն ընդունել, որովհետև բառերը հիմնված են Աստծո խոսքի վրա, և Աստծո խոսքը անսահման ուժ ունի։ Երբ մտածում, խորհում կամ պարզապես լսում ենք, մի պարզ մեջբերում, մեր սիրտը ուրախանում է, սթափեցնում է մեզ, այդ կերպ Տերը խոսում է մեզ հետ, և այդ պահին դադարում ենք երգել բառերը, և Աստված օրհնում է ու կատարում իր խոստումը։ Այժմ բացենք Սաղմոս 138-ը, որ տեսնենք ինչ է Աստված խոսում մեզ։ Առաջին խոսքից. Իմ ամբողջ սրտով պիտի գոհանամ քեզնից, աստվածների առջև Սաղմոս պիտի ասեմ քեզ։ Ձեզ արդեն բացատրել եմ, որ աստվածներ գոյություն չունեն։ Երբ մենք Աստծո օծության ներքո ենք, օծությունը մեզ տալիս է որոշակի տիտղոս։ Այդ պահերին մտածում, ընկալում, լսում և խոսում ենք այնպես, կարծես Տերն է գործում, որովհետև նրա խոսքը մեր մեջ է։ 82-րդ Սաղմոսը լավ է բացատրում այս գաղափարը։ Սաղմոսը սկսում է նշելով, որ Աստված կանգնում է Աստծո ժողովրդի մեջ և դատ է վարում աստվածների դեմ, սակայն 6-րդ համարում Աստված հիշեցնում է, որ չպետք է մեզ Աստծո տեղ դնենք, քանի անգամ էլ միջոց դարձած լինենք։ Այստեղ ընդգծվում է, սակայն պիտի մեռնեք մարդկանց պես։ Այսպես հիշեցնում է, որ մենք աստվածներ չենք, այլ մարդ, թեև մեր միջոցով թույլ կամ ուժեղ դևը կամ սատանան պարտվում է, երբ հանդիմանում ենք Հիսուսի անունով, չարը անմիջապես զիջում ու հեռանում է։ Սաղմոսը վերջին եզրափակիչ 8-րդ համարում Աստված Դավթի միջոցով տալիս է 3 կարևոր հայտնություն։ Նա ասում է հետևյալը. 8. Տերը պիտի կատարի իմ փոխարեն։ Թույլ տվեք բացատրել։ Շատերը կորցնում են իրենց օրհնությունը շատ անմտորեն։ Երբեմն էլ երբեք չեն հետաքրքրվում Աստծով, բայց գալիս են ծառայության, սրտի կաթվածից կամ այլ ծանր հիվանդությունից հետո։ Նմանատիպ հիվանդությունները բավականին վտանգավոր են և սկսում են լավանալ։ Օրինակ, երբեմն մարդիկ չեն կարող
կարողանում ոտքը բարձրացնել ավելի քան 5 սանտիմետր, իսկ հետո կարողանում են բարձրացնել 10 սանտիմետր, դա արդեն 100%-անոց բարելավում է, եթե բարձրացնեն 15, արդեն 200, իսկ 20 300%, բայց ասում են դեռ ամբողջությամբ չենք բուժվել։ Երբ գնում եք բժշկի, ձեզ ստիպում են ֆիզիոթերապիա անցնել, եւ դժվար է լինում։ Այդ ժամանակ փոխարենը ասեք ոչ, Աստված կօգնի, ինչպես Դավիթն էր ասում, Տերը պիտի կատարի իմ փոխարեն։ Երբ Աստված բացում է իր խոսքը ձեր առջև եւ տեսնում եք, որ կարող եք մեծ օրհնություն դառնալ, պատկերացրեք, նա ցանկանում է, որ դառնաք գործարար կամ հաջողված քարոզիչ, իսկ դուք առարկում եք հեռուստատեսությամբ Երևանը հաջողված քարոզիչ լինելու նշան չէ։ Կան քարոզիչներ, որոնք երբեք չեն հայտնվել էկրանին, բայց երբ խոսում են, Աստծո իմաստությունը հոսում է նրանց բերանից, աղոթում են եւ Աստված գործում է։ Ինչ պետք է անեք։ Եթե ուզում եք, բայց չունեք անհրաժեշտ հմտությունները, Տերը կգործի ձեր փոխարեն։ Ինչ պետք է անեք։ Եթե նա ձեզ տվել է տեսիլ գործարար աշխարհի վերաբերյալ եւ դուք ռեսուրս չունեք։ Ճանաչում եմ մարդկանց, ովքեր սկսել են 0-ից եւ Աստված օրհնել է նրանց։ Պարանա նահանգից մի վկայություն եմ հիշում եւ դեռ նորից կցանկանայի դիտել։ Մայր ու դուստր զգացել են, որ Տերը իրենց հետ է ու խանութ էին բացել։ Նրանք տարածք էին վարձակալել խանութի համար եւ հագուստի մեծ տեսականի էլ չունեն։ Հարևանները սկսել էին ծաղրել նրանց, բայց Աստված դռներ բացեց։ Այժմ պետք է տեսնեք այս հագուստի խանութը, որ նրանցն է, որովհետեւ Աստված կատարում էր նրանց փոխարեն։ Երբեմն այդ ընթացքը նման է փորձության։ Դեռ ուզում եմ խոսել Պորտո Ալեգրոից եկած այն աղջկա մասին, որը ապաքինվեց։ Վթարի էր ենթարկվել, որի պատճառով չէր կարողանում քայլել, եւ նրա պատմությունը շատերին ստիպեց հուզվել։ Նրա տեսանյութը կարող եք նորից դիտել YouTube-ում։ Կտեսնեք, որ նրա ձախ ոտքը մի քիչ ծուռ էր։ Ոտքի այդ հատվածը թեք էր եւ գրավեց ուշադրությունս։ Այսօր ինձ հետ խոսում էր մի պարոն, որը եւս ուշադրություն դարձրեց։ Քիչ անց աղջիկը սկսեց քայլել։ Միջանցքում քայլելիս նրա ոտքը սկսեց ուղղվել։ Հետո երբ աղջիկը դուրս եկավ փողոց, դադարեցրի տեսանյութը։ Նայեցինք արդեն ուղիղ էր։ Աստված կգործի ձեր փոխարեն։ Նա հավատում էր, որ կօրհնվի։ Մեր խնդիրը մեր անհավատությունն է։ Կարծում ենք Աստված մեզ նման է, մի քիչ ստում է, մի քիչ խոստանում է ու չի կատարում, բայց Աստծո խոստումները Հիսուսի մեջ են եւ դրանք կկատարվեն ձեր կյանքում, եթե կիրառեք ու պահանջեք։ Մի նայեք քամոն։ Աստվածաշունչն ասում է. «Քամոն նայողը չի ցանի»։ Սա առաջին հայտնությունն էր։ Ապա Դավթի երկրորդ հայտնությունը, 8-րդ խոսք. Տեր հավիտյան է քո ողորմությունը։ Հասկացեք, երբ Աստված մեզ այնքան սիրեց, որ փրկեց, նա իր բարությունը ցույց տվեց։ Ինչ է բարությունը։ Հույսով լցված բարությունն է։ Երբ Աստված մեզ նայեց, ծրագիր ուներ, ինքը հայտնվեց մեզ, չպետք է խանգարենք նրա գործին, ինչ էլ որ նա ասի պետք է լսենք, երբ նա ինձ հայտնվեց, դեռ չէի հասկանում ամբողջովին, երեխա էի, հորս տանը հովիվ էի խաղում զարմիկներիս հետ, անկողնուս բարձը դնում էի, ձևացնում թե քարոզում եմ, Աստվածաշունչ էի կարդում, թեև կարդալ չգիտեի, իսկ զարմիկներս նստած լսում էին ինձ, այդ պահը դաջվել է հիշողությանս մեջ, անկեղծ ասած, այդ ժամանակ դեռ լուրջ չէի մտածում, 11 տարեկան էի, երբ իմ հայրենի քաղաքում աղոթեցի ու ասացի, եթե Աստված ինձ հնարավորություն տա, ես մի օր էկրանին կհայտնվեմ։ Ինչպես կարող էր աղյուսագործի որդին հեռուստատեսության մասին երազել։ Դժվար իրագործելի էր, բայց Աստված կատարում է մեր փոխարեն։ Երբ կրթաթոշակ ստացա Մոսկվայում բժշկություն ուսանելու համար, որն իմ կյանքի նպատակներից մեկն էր, Տերը խոսեց ինձ հետ, ընթերցում էի. «Բուժիր հիվանդներին եւ քշիր դևերին» գիրքը։ Տերը հայտնեց, որ ուզում է քարոզիչ դառնամ։ Ասացի.
Տեր, չեմ կարող, աղքատ եմ, հայրս աղյուսագործ է, բժշկությունը լրիվ նվիրում է պահանջում, իսկ ես կրթաթոշակ եմ շահել, անգամ մի քիչ ֆինանսական օգնություն եմ ստացել, խնամքի պարագաներ եւ հանդերձանք ձեռք բերելու համար։ Մտածում էի, կավարտեմ ուսումս, հետո կծառայեմ, բայց Աստված շարունակեց ինձ հետ խոսել, մինչև համաձայնեցի։ Մտածեցի, ինչու եմ ուզում բժիշկ դառնալ, հարստանալու, թե մարդկանց բուժելու։ Այժմ Աստված հպվեց իմ սրտին ասելով, իմ զորությամբ դու ավելի շատ մարդկանց կբուժես, քան բժիշկ դառնալով, եւ դրանց կտանես դեպի երկինք։ Հանձնվեցի ասելով, աշխարհը հենց նոր կորցրեց մի բժշկի, իսկ դու շահեցիր քո խոսքի քարոզչին։ Շարունակենք, Սաղմոս 138:8 Տերը պիտի կատարի իմ փոխարեն։ Ահա, Տերն ասել է մեզ, որ նա պիտի կատարի, ուրեմն հանդուրժող ու համբերատար եղեք եւ Տերը կօրհնի ձեզ, քանի որ նա հոգ է տանում ձեր մասին։ Երկրորդը, նա ասեց 8. Տեր հավիտյան է քո ողորմությունը, նրա ողորմությունը հավիտյան է։ Գուցե 10 կամ 20 տարի առաջ է կօրհնվել Աստծո կողմից։ Երկրի վրա միջև մեր վերջին շունչը լինելու ենք օրհնվածների ցանկում։ Պարզապես չպետք է հետևեք այն մարդկանց օրինակին, ովքեր երբ վատառողջ են, գալիս են ապակինվում ու նորից վերադառնում իրենց հին կյանքին եւ որոշ ժամանակ անց նորից են գալիս օգնության ակնկալիքով։ Ինչու հաստատուն չեն, որ Տերը փոխի իրենց կյանքը հավիտյան։ 8. Քո ձեռքի գործերը աչքից մի գցիր։ Ինչ է ասում այստեղ։ Տեր, քո ձեռքի գործն եմ, ինչպես մենք բոլորս նախ աստվածային ծրագրի մասն ենք։ Երբ Աստված պատրաստվում էր ստեղծել երկինքն ու երկիրը, կար միայն հոգևոր աշխարհ։ Նա ստեղծեց մարդուն։ Ոչ մեկս պատահական չենք այստեղ։ Եվ Աստված, որ համբերատար է, գիտի ամեն ինչ սկզբից մինչև վերջ, տեսավ մեր բոլոր նեղությունները, պատրաստեց մեզ, որ կարողանանք դիմակայել ցանկացած դժվար իրավիճակի, պայքարենք ու հաղթենք։ Այժմ նա չի գցի իր ձեռքի գործերը։ Ես ու դու նրա ձեռքի գործն ենք։ Նա մեզ աշխարհ չի բերել, որ ասի, ինչ ուզում եք արեք։ Նա ասել է, երբ օգնությանս կարիքն ունենաք, աղաղակեք ինձ, եւ ես կպատասխանեմ ձեզ, հայտնելով մեծ ու հաստատուն բաներ, որոնք դուք չգիտեք։ Եվ Հիսուսն ասեց, եւ ինչ որ իմ անունով խնդրեք, խնդրել բառը հունարենում այտեո բառն է, որը նշանակում է Աստծուց օրհնություն պահանջել կամ չարին վերջ դնել։ Եվ ինչ էլ պահանջեք իմ անունով կանեմ, սա նրա մասն է, բայց երբ Սիրելիներ, նա նախապատրաստում է ձեզ։ Ամենքը չէ, որ պատրաստ են հենց այդ պահին օրհնություն ստանալ, որովհետև երբեմն մարդը գալիս է օրհնություն ստանալու եւ հետո այլևս չի վերադառնում Աստծուն եւ ասում է այժմ ընդմիշտ ապակինվել եմ եւ հակառակորդը ուրախանում է։ Մարդը մեռնում է առանց վերստին ծնվելու, առանց փրկության եւ կորչում է հավիտյան, բայց Աստված ուզում է, որ մենք լինենք շատ երջանիկ։ Նա կկատարի, եթե պարզապես հավատաք։ Այժմ եկեք դիտենք իրական կյանքի դրաման, որից հետո ուզում եմ աղոթել ձեզ հետ։ Թեև ձեր հաղթանակն արդեն հասել է, երբ երգեցիք եւ հավատալով գործեցիք, դեռևս ուզում եմ միասին աղոթենք։ Խնդրում եմ, միացրեք այն գեղեցիկ պատմությունը, որը եկել է Ռիո Գրանդե դո Նորտե նահանգից։ «2016-ի փետրվարին սկսեցի ցավեր ունենալ, իսկ ապրիլին անցա առաջին հետազոտությունը։ Երիկամներում բշտիկներ էին հայտնվել, բայց ախը մեծացել էր, իսկ հունիսին հայտնվեց նոր կիստա եւ բշտիկներ նկատվեցին թե ձախ, թե աջ երիկամներում։ Երիկամային կիստան փոքր օջախ է, որը հայտնվում է երիկամի արտաքին մակերևույթին։ Որոշ կիստաներ աճում եւ զարգանում են այնքան, որ հասնում են մինչեւ 10 սանտիմետրի։ Ընդհանուր առմամբ այն չի փոքրանում։ Կիստայի եւ հանգույցի միջև տարբերությունը հենց բաղադրության մեջ է, պարունակության մեջ։ Հանգույցը պինդ է, եթե դա երիկամային զանգված է, եւ եթե դա 4 սանտիմետրանոց մի ուռուցք է,
ապա այն կարող է իսկապես վտանգել եւ ներխուժել միզուղիներ։ Երբեմն կարող է ուղեկցվել մեջքի ստորին հատվածի ցավերով։ Ավելի մեծ հավանականությամբ ուռուցքը կարող է լինել չարորակ, քան երիկամային կիստան։ Պետք է ստուգել ռենտգենով։ Ամեն 6 ամիսը մեկ նորից պետք է հետազոտվեի։ Եթե հանգույցն ու երիկամները շարունակեին մեծանալ, ինձ կուղարկեին վիրահատության։ Վտանգն այն էր, որ անգամ երիկամների աշխատանքը կարող էր կանգնել եւ կարող է հեմոդիալիզ անցնել։ Բժշկի հսկողության տակ էի եւ 30 օրից ավել մշտապես ջերմել եմ։ Նա սրտխառնոց ուներ, շատ թուլություն եւ չէր ցանկանում ուտել։ Լավ չէր քնում եւ սկսել էր նիհարել։ 10 կիլոգրամ նիհարել էի։ Աղոթում էի եւ նա էլ վստահում էր Աստծուն, փնտրում էր Տիրոջ երեսը։ Նա միացնում էր հեռուստացույցը եւ սկսում դիտել դոկտոր Սուարեսի հաղորդաշարը։ Ցանկություն ունեցա ծառայությանը ծանոթանալու եւ մինչեւ 2016-ի սեպտեմբերը փնտրեցի Աստծո շնորհ եկեղեցին Նատալու, եկեղեցու կենտրոնատեղին։ Գնացի այնտեղ, խոսեցի վերապատվելի հետ դիմելով աղոթքի համար։ Նա հավատքով աղոթեց, վերադարձա տուն հավատքով, որ այդ օրը ապաքինվել եմ։ Այդ օրը զգացի Աստծո Սուրբ Հոգու ներկայությունը եւ 2017-ի հունվարին անցա հետազոտություն։ Այնտեղի ռենտգեն հետազոտության բժիշկը հարցրեց, թե ինչ խնդիր է եղել, եւ խնդրեց նայել էկրանին։ Ես նայեցի եւ նա ասեց. «Ժաո, դու ոչինչ չունես։ Վստահ ես, որ քո երիկամում կիստա ես ունեցել»։ Պատասխանեցի. «Վստահ եմ, ունեմ նախորդ հետազոտությունները», այնուհետեւ նա ասեց. «Այստեղ ոչինչ չկա»։ Եվ իսկապես ոչինչ չկար, փայծաղը վերադարձել էր իր բնական չափերին։ 9 սանտիմետրանոց կիստան եւ 8 սանտիմետրանոց հանգույցն ընթացքում լիովին անհետացել էին։ Ես տեսա նրա ապաքինումը եւ փառք ու պատիվ Հիսուսի անվանը։ Նա հրաշք տեսավ իր կյանքում։ 2017-ի նոյեմբերին կրկին անցա բոլոր հետազոտությունները եւ ամեն ինչ նորմալ էր։ Հարցրեցի բժշկին, թե ինչու անհետացավ ուռուցքը։ Նա ասաց, որ չի հասկանում, թե ինչու, որովհետեւ կիստաները սովորաբար անհետանում են միայն վիրահատական միջամտությամբ։ Կիստայի ինքնաբերաբար նահանջելը շատ դժվար է, բայց էկրանն այնքան պարզ էր։ Ասացի, որ Հիսուսն ինձ ապաքինել է եւ գիտեի, որ իմ երիկամներում այլևս ոչինչ չկա, արդեն լավ եմ, փառք Աստծուն։ Այժմ նա նորմալ է սնվում։ Ես լիովին ապաքինվել եմ, փառք Աստծուն։ Իմ քաղաքում սկսեցի հաճախել Աստծո շնորհ եկեղեցի եւ ընդունեցի Հիսուսին։ Մկրտվեցի եւ մինչեւ այսօր կանգնած եմ հաստատակամ ու զորացած Հիսուսի ներկայության մեջ։ Ահա այսպիսին է այն Աստված, ում պետք է ծառայենք եւ վստահենք, որովհետեւ նա կարող է մեզ համար ամեն բան անել։ Ինչպես սովորաբար մարդիկ ասում են, փաստերի դեմ առարկություններ չկան։ Հենց բժիշկը ինքն ասաց, որ այն չի կարող ուղղակի նահանջել, անհետանալ, բացառությամբ Աստծո հպման։ Ինձ իսկապես զարմացրեց արագությունը, որովհետև եթե կիստան ընդամենը դատարկ փուչիկ է, ապա հանգույցը ոչ, հանգույցը պինդ զանգված է եւ ուր անհետացավ։ Մի անգամ թարգմանում էի մի ամերիկացի հովվի եւ մի կին եկավ։ Նա իսկապես բարձրահասակ էր, իսկ հագին լայն զգեստ կար, կարծես թե պատրաստվում էր մայրանալ։ 9 ամսական հղի կնոջ տեսք ուներ։ Նա ուներ միոմա։ Բժիշկը կատարել էր ուլտրաձայնային հետազոտություն եւ ասել, որ այն կշռում էր 4.3 կիլոգրամ։ Եվ աղոթքի ժամանակ կինը նիհարեց եւ ինքնաբուխ ծիծաղեց։ Հիմա ծաղրացուի տեսք ունեմ, ինչպես եմ տուն գնալու այս զգեստով։ Նա փաթաթվեց զգեստի մեջ ու ասաց. «Կարծես թե ուրիշ ոչ մի հագուստ չունեի, դրա համար հագա այս երկար զգեստը»։ Բարեկամներս, Աստված հրաշք գործեց։ Մենք միշտ պետք է ակնկալիքով լի լինենք սպասելով հրաշքին, ինչպես գրված է Մարկոսի 1-ին գլխում։ Հիսուսը հայտարարեց. «Լրացել է ժամանակը եւ մոտեցել է Աստծո թագավորությունը»։
ապաշխարեք եւ հավատացեք ավետարանին։ Իսկ ավետարանը բարի լուրն է։ Դուք պետք է հավատաք, որ Աստված կօրհնի ձեզ։ Եվ ինչն է հետաքրքիր, միայն այն փաստը, որ դուք փնտրում եք Հիսուսին, նշանակում է, որ նա արդեն հպվել է ձեր սրտին։ Դուք պետք է փնտրեք նրան ապակինվելու համար, եւ ինչ վերաբերում է ապակինման օրհնությունը ստանալուն, նա առատապես կօրհնի։ Պարզապես կենտրոնացեք նրա վրա եւ կստանաք օրհնությունը Նազովրեցի Հիսուսի անունով։ Այժմ թույլ տվեք աղոթել բոլորիդ հետ։ Խնդրում եմ, կանգնեն նրանք, ովքեր իմ աղոթքի կարիքն ունեն։ Եթե աղոթքի կարիք չունեք, կարող եք չկանգնել։ Հայր, ես գալիս եմ Հիսուսի անունով, ոչ միայն միջնորդելու այս մարդկանց համար, այլև օգտագործելու այն իշխանությունը, որ դու տվել ես ինձ քո գործը կատարելու համար։ Տեր, կատարիր քո գործը այս մարդկանց սրտերում, ովքեր կանչ են ունեցել գալ այստեղ, եւ ահա նրանք այստեղ են, եւ այստեղից էլ կգնան օրհնված։ Ես կանգնեցնում եմ սատանայի բոլոր գործերը այս մարդկանց կյանքերում եւ հրամայում եմ հիվանդությանը, չար, հիմա հեռացիր եւ չքվիր, չեմ հարցնում, պահանջում ու հրամայում եմ Նազովրեցի Հիսուսի անունով, գնա այդ տղամարդկանցից ու կանանցից, ովքեր տանն են, ովքեր աշխատում են, ովքեր աղոթում են ինձ հետ, ովքեր լսում են մեզ մեր ռադիոյով, ովքեր դիտում են մեզ հեռուստատեսությամբ կամ սոցցանցերով, այժմ կանգնեցնում եմ չարի գործը եւ ասում եմ սատանա, սա քո վերջն է, ինչ ունես, չունես վերցրու եւ անհետացիր, հանգիստ թող նրանց Հիսուս Քրիստոսի անունով։ Հայր, շատ շնորհակալ ենք, հավատում եմ քո գործին, հայտարարում եմ, որ ով աղոթեց ինձ հետ հավատով, ապաքինված եւ ազատված է Հիսուսի անունով։ Ամեն։ Այժմ կարող եք նստել Հիսուսի անունով։ Խնդրում եմ, հնչեցրեք առաջին հարցը։ Դոկտոր Սուարես, մեր օրերում ինչպես նորոգենք մեր մտքերը։ Շատ հեշտ է, թեև այսօր շատ սխալներ կան, բայց Աստվածաշունչը խոսում է ամենքի հետ տարբեր եղանակներով։ Այդ սխալներն արդեն անցել են նախորդ սերունդների գլխով։ Դրանք եղել են եւ հույների, եւ հռոմեացիների հետ, եւ սատանան միշտ կարողանում է մարդկանց կառավարել, օգտագործելով ուրիշների հագու կապը, խոսելաձևը, բայց եւ այնպես Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է փոխակերպվենք նորոգելով մեր միտքը, ինչպես խոսքի ընթերցանության միջոցով։ Խոսքը անփոփոխ է։ Այս խոսքը, որ այսօր ընթերցեցինք, Սաղմոս 138-ը, գրվել է 3000 տարի առաջ Դավիթ թագավորի կողմից, Հիսուսի ծնունդից 1000 տարի առաջ։ Դավիթն արդեն ապրել էր փորձառաբար, ովքեր հավատում են, նրանք էլ կապրեն։ Մինչ Հիսուսի գալուստը գուցե դեռ 10,000 տարի կա։ Ես չգիտեմ, բայց հավատացած եղեք, որ այդ բառը արդի է լինելու սերնդից սերունդ։ Դուք ուղղակի հավատացեք։ Անցնենք հաջորդ հարցին։ Դոկտոր Սուարես, Աստվածաշունչն ինչ է ասում անպայմանական սիրո մասին։ Աստծո սերն է անպայմանական, որը ոչ մի պայման չի պահանջում։ Տերն ասեց, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Երբ նայում ենք Հիսուսի պատմությունը, տեսնում ենք, թե ինչ չարչարանքով է անցել, որ փրկի մեզ։ Նա առանձնացավ Տիրոջից, գնաց դժոխք։ Սատանան կարծեց Հիսուսն իր ձեռքում է, որ էլ չի հաղթի, եւ այնտեղ գեհենը կգցվի, եւ որ Հիսուսը հավիտյան պարտված է, սակայն Հիսուսը սատանայից վերցրեց ամեն բան, որովհետև Հիսուսը վերցրեց մեր ցավերն ու տառապանքները։ Նա սատանային զրկեց այն կարողությունից, որով մեզ տառապանք ու ցավ էր պատճառում։ Այսօր այս խոսքը պետք է տարածենք, որովհետև այլևս ոչ մեկը չպիտի տանջվի, հակառակը, եթե Տիրոջը փնտրենք եւ որոշենք փոխվել, կգտնենք Աստծուն եւ ավելի լավը կդառնանք Նազովրեցի Հիսուսի անունով։ Այժմ խնդրեմ, բացիր սիրտդ տեսանյութը։ Դոկտոր Սուարես, թեև դստերս հետ դժվար օրեր ենք ունեցել,
Այնուհանդերձ սկսեց ժամադրվել ու հեռացավ, ոչ միայն ինձանից, այլև ողջ ընտանիքից։ Խոստովանում եմ, որ այդ պահվածքն ինձ շատ հիասթափացրեց։ Երբեմն ինձ թվում է, որ ես նրան բոլորովին չեմ ճանաչում։ Տիրոջից առաջնորդություն եմ ուզում, որ իմանամ, ինչպես իմաստությամբ վարվել նրա հետ։ Ինչ պետք է անեմ, դոկտոր Սուարես։ Քույր, դուք մի բան չեք արել։ Եթե նա ճանաչեր Հիսուսին, երբեք չէր հեռանա։ Քիչ առաջ մի երիտասարդ տղա պատմում էր, որ ընկերուհի է ունեցել։ Շատ քմահաճ աղջիկ։ Երբ ամենը չափազանց լրջացել է, գնացել է տուն ու ամբողջ գիշեր հուզվել է։ Հաջորդ օրն էլ է հանդիպել նրան, մտածել է, ճիշտ մարդու է գտել, նայել իրեն։ Մտածել է, հետո երբ ամեն բան լավ ընթանա, կխոսի աղջկա ծնողների հետ, հարսանիք կանեն, երջանիկ կլինեն, բայց ոչ, աղջիկը չափազանց քմահաճ է գտնվել։ Մեկ այլ հանդիպմանը տղան խղճացել էր նրան, թեև աղջիկը տղային ընդունել էր գրկաբաց ու նրան իր ողջ կյանքի սերն էր համարում։ Այնուհանդերձ տղան հայտնել է, որ այդ ամենը սխալ է, որ իրենք սկսել են մարմնականից։ Աղջիկն էլ ինչ-որ եկեղեցու է եղել ու ասել է, որ կարող են առաջնորդվել հոգով, բայց այդպես չի լինում, քանի որ արդեն եղել է ֆիզիկական շփումը։ Ինչ եղել էր նրանց մեջ, անթույլատրելի է։ Տղան հայտնել է, որ այլևս չի ցանկանում հանդիպել, որ ամեն մեկը պետք է իր կյանքը շարունակի Հիսուսի հետ։ Եթե ձեր աղջիկն էլ ճանաչեր Հիսուսին, կմտքափոխվեր ու չէր գնա իր սիրեցյալի հետ, հակառակվելով ձեզ ու ձեր ընտանիքին։ Կան մարդիկ, ովքեր սկզբունքային չեն, մեր հոգատարության կարիքն ունեն, որ կարողանան հաղթահարել ամեն փորձություն եւ հաստատուն լինեն Քրիստոսի մեջ եւ կհաղթեն Տեր Հիսուսի անունով, բայց երբեք ուշ չէ։ Այժմ փնտրեք Տիրոջը եւ նա կառաջնորդի, թե ինչ պետք է անեք, աղոթեք եւ Տերը կգործի իր շահ ձեզ։ Եկեք այժմ կանգնենք, որ աղոթենք Քրիստոսի անունով։ Այստեղ շատ հրաշքներ են կատարվելու։ Այժմ խոնարհեք գլուխն ու փակեք աչքերը։ Հայր, շատերը դեռևս չեն բժշկվել, բայց Տեր, մենք գիտենք, որ դու կարող ես փրկել ու օրհնությամբ լցնել նրանց կյանքերը։ Ոմանք արդեն օրհնվել են, ու դու պիտի կատարես մեզանից յուրաքանչյուրի փոխարեն։ Ուրեմն Տեր, մենք շղթայում ենք չարի գործերը, հրամայում ենք հակառակորդին, որ խանգարում է մարդկանց հաջողությանը, խոչընդոտում է սեփական տունն ունենալ, ասում ենք չքվիր, հեռացիր, անհետացիր Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր Հիսուսի անվան զորությամբ ու իշխանությամբ հայտնվիր այս մարդկանց կյանքում։ Չկա միջարուժ, կախարդանք կամ մոգություն, որ դիմադրության են առերեսվել։ Գուցե ծանրություն եք զգում մարմնում կամ տառապում եք ճնշվածությունից, մտահոգությունից, վախից, ինչ-որ խիստ տարօրինակ բան է կատարվում ու ամեն բան թարս է գնում։ Տեր, այժմ եկ զորությամբ, քո գործերը կատարյալ են Քրիստոսում, հավատս միաբանելով ձեր հավատին հրամայում եմ հակառակորդին հեռանալ։ Նրանք, ովքեր մարմնում ծանրություն ունեն, սուր գլխացավեր, կրծքավանդակում ցավ, արագ սրտխփոցներ, որոնց ախտորոշվել է քաղցկեղածին ուռուցք կամ ովքեր ունեն սրտանոթային հիվանդություններ, ահա նրանք քո առջև են, իրենց տկարություններով, հիվանդություններով, տարատեսակ ախտորոշումներով, գործիր Տեր, հպվիր քո զորությամբ, սիրելիներ, բարձրաձայն դեմ կանգնեք չարին, օգտագործելով Հիսուսի անվան իշխանությունն ու զորությունը։ Հավատս միաբանելով ձեր հավատին հռչակում եմ ու ասում չարք, հեռացիր հիմա։ Այն կարող է լինել ցավի, վարակի, բորբոքման, որևէ ուռուցքի տեսքով։ Այժմ հեռացեք։ Աստծո կրակը կիջնի ու Աստծո կրակը իջնում է։ Եվ ես ասում եմ գլխացավ, հեռացիր։ Արյան բարձր ճնշում, հեռացիր։ Ցավեր կրծքավանդակում ու արագ սրտխփոցներ ու մտահոգություններ, այժմ չքվեք Հիսուսի անունով, հրամայում եմ հեռացեք անհանգստություն, խուլություն, կուրություն, կատարակտ, կարճատեսություն, նախակարճատեսություն, ստրաբիզմ, դուրս եկեք, դեգեներատիվ հիվանդություններ, շաքարախտի հետևանքներ,
Չքվեք, անհետացեք, հեռացեք այժմ, ասում ենք հավատով, իշխանությամբ, հակառակորդին ուղարկում ենք գրողի ծոցը, շնչուղիների ու սրտի խրոնիկ հիվանդություններ, մարսողական ու վերարտադրողական համակարգերի խնդիրներ, բժիշկների կողմից լուծում չստացած խնդիրներ, պահանջում ու հրամայում ենք ձեզ, հեռանալ, չքվել Հիսուս Քրիստոսի անունով։ Whoa!